պատրաստել են հեղինակային ուտեստներից մեկը, կոչվում է սիգի ֆրուտա, ժենգյալի սոուսով և խրխրթան աճարներով։ Սիգի ֆրուտա, բայց ոչ երկրորդ սիգի ֆրուտա, մատուցին է ու վիճակով, այսինքն որպես նախուտեստ է լինելու։ Մենք հիմա ցույց կտանք պրոցեսը և կբացատրենք հիմնականում ավանդական միջոցները, որի մեջ մի քիչ մենք օգտագործել ենք նորարար տեխնոլոգիաներից ասած, որպեսզի նոր մատուցում ստանանք։ Так, սկսենք սիգի ֆիլեից, մեր սևանի սիգն է, նախ ասեմ 99%-ով ինքը լիարժեք հայկական մթերքներից է պատրաստված, մի տոկոսը կարող է ուրիշ երկրի մթերք գործել, դա միցից են առնելու և ուրիշ ոչքան։ Ովքեր որ ֆրուտա պատրաստել են կամ չեն պատրաստել, ֆրուտի հիմնական պրինցիպը, որ քարերով չեն գետում, որ քարով ծեծել են կամ և այլն, հետապային ֆրուտան խփում են սառույցով և ալում են, այդքան կան, հետի որդի ֆրուտ են օրինակ կամ ալում են, այդ մի տեխնոլոգիայով մենք պատրաստում ենք սիգը։ Ինչ վերաբերվում է խրխրթան աճարներին, խրխրթան աճարները այստեղ մենք ցույց չենք տա, որտեղ երկար է պրոցեսը դա պատրաստման, մենք դա պատրաստի բերել ենք, բայց ես պատմում թե դա ոնց է լինում։ Ուրեմն խրխրթան աճարը պատրաստում է նույն աճարի լավից, դա երբում ենք, այնուհետև բլենդերով լավ խփում ենք և սելկայով անցկացնում ենք և 160 աստիճանի տակ մոտ 40 րոպե չորացնում ենք և ստանում ենք խրխրթան աճարները, որը որ այստեղ կարող են մոտենալ փորձի, որ ցանկանում են, սառույցները մոտենալ, սառույցները։ Այսնով մենք ես իմ թիմի հետ, երբ որ մենք ասում ենք թիմն է իմ հետ, երբ որ մտածել ենք, աճարը եղել է մի բանը, որ որպես հայկական ստանդարտ տարտարներ կամ հունական կառամասալա մենք չտանք, համար մտածել ենք այս տարբերակը, որը որ լիարժեք 99%-ով հայկական ուտեստներ, որ կարող ենք մատուցել ռեստորաններում կամ իվենտներում, սկզբանները մենք ամիս ենք սարքել, սկզբանը մենք ամիս բուշ ենք պատրաստել սիգից և աճարը ոչ թե այս տարբերակով ենք մենք մատուցել, այլ աճարի արտալենքեր ենք սարքել, որի մեջ եղել է սիգի ֆրուտա և ժենգյալի սոուսը, այստեղ ուրիշ ձեր կմատուցել, որպեսզի բոլորը այդ տարբերակով տեսնեն, փորձեն։ Եվ ժենգյալի սոուսի մասով, ուրեմն նորից կդասիկան չենք փոփոխում, այստեղ օգտագործել ենք 15 տեսակի կանաչիներ, տարբեր հոտավեսներ, սկզբից բնարշ ենք անելու, կակատարնային պրոցես ենք, որ ժենգյալով բացավորթում են, կանաչիները մեջը բլակ շարինել, այսինքն բնարշ փույլ և խոնա, մենք փույլ երբելու ենք այստեղ և այնուհետև բլենդերով խփում ենք, որպեսզի սոուս դառնա։
Կամ տրադիցիոն կոնյակ է գցում, բայց եկեք ուտել մեջ մենք օգտագործենք պրոսեկի, սա ավելի է սիկի հետ սազում։ Չիչկանը, նույնպես սևանի չիչկան է, սա ստացվել է այսպես ռեգիոնալ պես, ավելի շատ անորոշ սևանի երակուտիկի մարզին։ Սևանից է ներկա չիչկա, սևանի խոտակույս է, սևանի սիկ, սևանի չիչկա, ռեգիոնալ պես է ստացվել և չիչկանի թումից մենք ստանանք չիչկանի էսպումա փրկում։ Դա ավելի հետաքրքիր սարքի պես է։ Ամեններում ենք ընդամենը ծանոչ սոքով, սոքով, հաղ, սպիտակ պղպեր և ուշի ձետ, ուշի ում ենք օգտագործում սառը հատվածքի, որը որ նույնպես տեղական է, շարքացուրական համակարգում է, տեսնի հետ։ Համար ամենալավագույնն է սառը հատվածքի համարյա թե պատրաստ է Artfish ֆիրմայի շնորհակալ եմ նախ ասեմ Artfish ֆիրմայի ձգնկիտը նույնպես լավագույն կավիարներն են Հայաստանում, որը որ տեղական են, տեղական ծրանում է ձգները հենց աճեցվում և ինձ համար սա լավագույն կավիարներից մեկն է, որտեղ բոլոր կավիարի հատիկները, այդ ասած, ցեղ չեն, այլ այդ ֆիրմիսի է հատիկավոր։ Եվ Artfish ֆիրմայի ձկները նույնպես շատ համեղ ձկներ են։
եթե սիգի դուրքան եփենք ոնց տավայի։ Եթե այդպես տեքստուրան ուրիշ կլինի, սենց չես ստանում։ Էլի լավ ստացվում, բայց արդեն ուրիշ կա, սենց չես Հա, հետաքրքիր է, կարելի է։ Կարաս ինչ կարող անես, կարաս այդ ձեռներով անես, բայց եղած արդեն բնականաբար բայց հետաքրքիր բան կստանես հաստատ։ անպայման ես կփորձեմ։ Սա չիչքանի այս կումանը արդեն, որը որ չիչքանից սենց ասած ակում եք ստանում, ավելի կնոպասն, ավելի հետարքիր հանք ստացվի արդեն։ Չիչխաները մենալը չի։ Չիչքանը թրմում ենք, այնուհետև սոյայի ցիծինում մենք ստանում ենք այս թեթև թրթուրը։ Որ շատ երկար ենք քնում։ Սա ուտեստի վերջնական տեսքն է և հիմա մենք խոտաբույսերի թուրմը լցում ենք հենց խոտաբույսերի վրա, որպեսզի այդ եղական ոնցորացած խոտաբույսերի առամատը, սևանի խոտաբույսերի առամատը արդեն զգալի լինի, որը որ շատ համագտում է երի հետ։ Վերջ։ Մոտենալ փորձել փորձեք միշտ ձեզ համար նորություններ կպատրաստեմ անպայման ուրեմն խրխրթան հաճարներով կփորձեք մենք հիմա կմատուցենք անդրեգ և ովքեր որ ցանկանան պրոսեկով Ես կլեցենք պրոսեկով կալենք փորձով շատ լավ կհամատեղի Անդրեյ ջան, մի րոպեով կարող եք Ես մոտ սոուսն եմ ուզում։ Ես այս կամ գործես